Երեկ կառավարության նիստին Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի, իր բառերով ասած, հեղափոխությունից առաջ գրանցված արդյունքի համեմատ 2 անգամ և 30%-ով ավելին է և հավելել է, որ սա տեղի ունեցել պետական կառավարման համակարգի կրկնակի անգամ ավելի լավ աշխատանքի։ Հաջորդիվ նա ասել է, որ իրենք պատրաստվում են պետական կառավարման համակարգի վերափոխումներով, դրանց աշխատավարձի ֆոնդերով և այլներով և դրա հետ կապված մյուս հարցերով պիլոտային ծրագրեր անել և դրանք ավելի լավարկել։ Ինչը ինձ հուշում է որպես պետական կառավարման մասնագետի, որ Փաշինյանը ընտրություններից առաջ հավանաբար կգնա աշխատավարձերի բարձրացման, որպեսզի շահի պետական կառավարման համակարգի աշխատողների լոյալությունը։ Եկեք ես ձեզ ներկայացնեմ ճշմարտությունը այս պնդումների վերաբերյալ։ Ճշմարտություն համար 1. Փողը ունի ժամանակային արժեք։ Օրինակ, եթե 2017 թվականին 100 միավոր գումար դնենք բանկում 10% եկամտաբերությամբ, ապա 2025 թվականին կունենայինք 2 անգամ ավելի փող, այսինքն 200 միավոր։ Եվ հետևաբար այն պնդումը, որ 2025 թվականի կրկնակի անգամ մեծ պետական բյուջեի եկամուտները կրկնակի անգամ ավել աշխատանքի հետևանք է, ինքնին ցուցանում է, որ ճշմարտություն չէ։ Հաջորդ պնդումը, որ պետական կառավարման համակարգը կրկնակի անգամ ավելի լավ է աշխատել, հակադարձենք այդ պնդմանը Փաշինյանի իսկ աջակիցների հաշվետվություններով։ Այսինքն Փաշինյանին աջակից Եվրոպական միության և OECD-ի հիմնած Sigma ընկերությունը, որը պրոֆեսիոնալ գնահատող ընկերություն է պետական կառավարման համակարգերի որակի, այս տարվա 2025 թվականի դեկտեմբերին ընդամենը օրեր առաջ հրապարակել է հաշվետվություն մեր պետական կառավարման համակարգի արդյունավետության վերաբերյալ և հիմնական 6 ցուցանիշների ուղղություններով 100 հնարավոր միավորից մեր կառավարությունը, մեր պետական կառավարման համակարգը հավաքել է կամ 50 կամ դրանից ցածր միավոր, օրինակ ռազմավարական ծրագրերի կազման, իրագործման, մոնիտորինգ, դրանց արդյունավետության մասով ընդամենը 26% են հավաքել 100 միավորից։ Պետական ֆինանսների կառավարման ոլորտում հավաքել են 50-ին մոտ միավոր։ Եվ այս ցուցանիշները թափանցիկության և մյուս բաների մասին էլ չեմ նշում, սրանց մասին նույնիսկ արձանագրում են այլ կառույցներ ևս։ Արժույթի միջազգային հիմնադրամը նույն ֆինանսների կառավարման համակարգի մասին ասում է, որ կանոնները այնքան խուճուճ են, որ արդյունավետությունը դրանից նվազում է։ Եվ այս համատեքստում Փաշինյանը հայտարարում է, որ պետական կառավարման համակարգը կրկնակի անգամ ավելի լավ է աշխատել։ Նույնիսկ իր պնդումները ամիսներ առաջ հակասում են այսօրվա պնդումներին։ Ընդամենը 3-4 ամիս առաջ նա հայտարարում էր, որ կադրային ճգնաժամի մեջ են, որ որակով կադրեր չեն կարողանում ճարել։ Մեջբերված հաշվետվությունը կտեղադրեմ մեկնաբանությունների դաշտում։ Մի տրվեք մոլորությանը, եղեք տեղեկացված։